հռետորական ձևով ներկայացված խոսք, առավել ևս, որ այն ներկայացվել է ոչ թե ակադեմիական միջավայրում, ոչ թե գիտական քննարկումների ժամանակ, այլ հանրահավաքներում, այլ հարցազրույցներում, ինչի որ բնորոշ է որպես կանոն նման միջավայրում խոսքի հռետորական տարբեր դրսևորումներով ներկայացնել։ Հետևաբար ներկայացվածը որպես տեղեկություն գնահատելը եւ դրսան պետք է առաջացներ այլ իրավական հետևանքներ։ Այսինքն մի շատ ուրեմն կարող արձանագրումներ անել։ Տեսեք, ինչ է արձանագրված։ Նման տեսակետ կարող է ունենալ եթե կամ գիտակից դավաճան, այլ տարբերակ գործություն չի։ Վերջիներս պետական դավաճաններ են, բարձրան ահաբեկիչներ, ապօրինության հետևանքով այդտեղ հանդերձանած կազմակերպված անձնավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են իշխանին, դատարանը վերածվել է քաղաքական բուրգերի եւ այլն։ Հիմա այս արտահայտությունները սրանք տեղեկություններ չեն, եթե այստեղ ինչն է շատ կարևոր, որ մենք նախորդ դատական նիստերից մեկում ներկայացրել ենք միջնորդություն, որպեսզի սահմանադրական դատարանի դատավորները գործում ներգրավեն որպես ուժով, բայց դատարանը որոշում կայացրեց մերժել այդ միջնորդությունը, ընդ որում լսելով նաև հանրային մեղադրողի տեսակետը, որ հանրային մեղադրողներ այն կարծիքին էր, որ սահմանադրական դատարանի դատավորները ուժով չեն այս վարույթի շրջանակում եւ չեն կարող ճանաչվել որպես ուժով։ Հետևաբար հարց առաջանում, եթե դատախազը հատավյալ դեպքում հանրային մեղադրողը գնահատում է ներկայացված եզրույթները որպես տեղեկություն, այսինքն ընդունում է փաստը, որ սահմանադրական դատարանի դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, այսինքն հանրային մեղադրողի իրավական դիրքորոշումը, իրավական գնահատականը այն է, որ դա տեղեկություն է, իսկ տեղեկատվության ազատության մասին օրենքից տեղեկատվություն եզրույթի մեկնաբանությունից ներկայացրեցի նախորդ դատական նիստում, ինչպես նաև դրա բառարանային նշանակությունը, նշանակում է հանրային մեղադրողը ընդունում է փաստը, որ սահմանադրական դատարանի դատավորները դավաճաններ են։ Իսկ դավաճանությունը դա գեղարվեստական եզրույթ չի, դա հասկացություն է, որը նկարագրված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում։ Հետևաբար, եթե հանրային մեղադրողի դիրքորոշումն այն է, որ դատավորները դավաճաններ են կամ վարձկան ահաբեկիչներ, ապա ինձ համար անհասկանալի է հանրային մեղադրողի ամբողջությունը կամ ենթադրել ամբողջությունը, որ չի նախաձեռնել վարույթ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով, լսելով այդ մասին, որ կա նման տեսակետ, եւ դա ընդունել է ոչ թե որպես համեմատական վերլուծություն, դատողություն, այլ որպես տեղեկություն, հաստատված տեղեկություն, ապա անհասկանալի է, թե ինչի չի նախաձեռնել վարույթ պետական դավաճանության ենթադրյալ հանցագործության հատկանիշներով եւ չեն իրականացվել դրանից բխող վարույթային գործողություններ։ Ուրեմն սահմանադրական դատարանի որոշման մասին կարծիք կարելի է արտահայտել եւ ցանկացած ոք կարող է արտահայտել, չի կարող սահմանել, առավել ևս, որ մեղադրական եզրակացության մեջ արձանագրված արտահայտությունները իմ կողմից հնչեցվել են սահմանադրական դատարանի որոշումը կայացնելուց եւ այն հրապարակելուց հետո։ Այսինքն դա որևէ կերպ չէր կարող ազդել դատարանի կողմից իր օրինական պարտականությունների կատարման եւ որոշումների կայացման գործընթացի վրա։ Առավել ևս դա բողոքարկման ոչ ենթակա որոշում, այսինքն եթե այլ դատական ակտեր դրանք ենթակա են բողոքարկման եւ միգուցե դրանց վերաբերյալ չարժի շտապեր, կարծիքներ արտահայտելուց, որովհետեւ դեռ կա բողոքարկման հնարավորություն եւ բողոքարկման արդյունքում այլ իրավական ակտի, այլ վճռի ստացում, ապա սահմանադրական դատարանի պարագայում դա անհնար է։ Հետևաբար, եթե դա անհնար է, ապա հնարավոր է դրա մասին միայն կարծիքներ արտահայտել, գնահատողական դատողություններ, որոնք ոչ մի կերպ չեն անդրադառնում վճռի բովանդակության վրա, որոնք կարծիքներ արտահայտելու հնարավորություն ունեն ոչ միայն քաղաքացիները, այլ ունեն նաև սահմանադրական դատարանի դատավորները, որոնք նաև օգտվել են իրենց այդ իրավունքից, մասնավորապես սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2024 թվականի հոկտեմբերի 9-ին հանրային հեռուստաընկերությունում հարցազրույց է տվել հարցազրույց Պետրոս Ղազարյանի հեղինակային հաղորդման ժամանակ։ Ուրեմն Էդգար Շաթիրյանը դատավոր, որը ուրեմն եղել է գործում
զեկուցող չի եղել, 24 թվականի հոկտեմբերի 15-ին հարցազրույց է տվել իրավաբաններ լրատվական կայքերի, բոլոր այս հարցազրույցները պատվարժան դատարանի, չեմ սրանք առանձնացրել, վերաբերվում են Սահմանադրական դատարանի այն որոշմանը, որը որ վիճահարույց է, ինքն այս մեղադրանքի հիմքումն է։ Դատարանը ձեզ ընդհատում է, հարգելի քաղաքացի ոտքի կարգները։ Դուք իրական միջոցների ներկայացուցիչ եք, չի կարելի ձեր կողմից լուսանկարել։ Չէ, ցույց մի տվեք։ Սրանք միայն այն հարցազրույցներն են պատվարժան դատարան, որտեղ դատավորները խոսել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշման մասին, այսինքն տվել են նրանց վերաբերյալ իրենց կարծիքը և մեկնաբանությունները։ Արման Գիլանյան 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Factor TV հեռուստաընկերությանը։ Արման Գիլանյան 2024 թվականի դեկտեմբերի 5-ին Civilnet EN լրատվական կայքի։ Այսինքն դատավորներն իրենք են իրենց հարցազրույցներով անդրադարձել այս որոշմանը, արդարացնելով, մեկնաբանելով այդ որոշումը, հետևաբար քաղաքացիներն իրավունք ունեն այլ կարծիք հայտնել, այլ գնահատական դատողություններ ներկայացնել, եւ որևէ դատավոր պատասխանատվություն չի կրել իր կարծիքը ներկայացնելու համար։ 450 հոդվածը պատվարժան դատարան վերաբերում է դատավորի օրինական գործունեության ընթացքում առաջացող այդ խնդիրներին, եթե դրանից ես ասել եմ, որ այդ հոդվածը այս գործի հետ ընդհանրապես որևէ կապ չունի եւ իր գործողությունների, բայց դա ընդգծում վերաբերում է օրինական գործունեությանը։ Իսկ արդյոք պետք է ենթադրել, որ բոլոր դատավորները, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորները իրականացնում են բացառապես օրինական եւ որևէ կերպ չի կարելի կասկածի տակ դնել նրանց գործունեության, նրանց պաշտոնավարման լեգիտիմության վերաբերող հարցերը։ Հակառակ պարագայում դա կարող է դիտվել դատավորի հասցեին որպես արատավորող տեղեկություններ։ Պարզվում է, որ դա այդպես չի, որովհետեւ պրակտիկայում կան բազմաթիվ դեպքեր, երբ որ տարբեր իրավախախտումներով իրավական միջոցներ են ձեռնարկվում դատավորների, քննիչների, դատախազների նկատմամբ եւ դեռևս դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման բացակայության հանրության շրջանում տարածում են տեղեկություններ։ Ամենաթափ տեղեկությունները օրինակ ես բացատրել եմ 168 կետերեն լրատվական կայքում 2025 թվականի մայիսի 1-ին, որտեղ գրվում է, որ Կաշակ ստանալու մեղադրանքով Երևան քաղաքի առաջին այցյան ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրելյանը կալանավորվել է։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Էդիկ Ալեքսանյանը։ Հիմա պարզաբար Կաշակ վերցնելը, ապօրինի գործունեությունը դա ըստեյության անպատվաբեր գործունեություն է։ Բայց հիմա ընդ որում չկա դատարանի որոշում դատավոր Գաբրելյանի մեղավոր ճանաչելու վերաբերյալ, այսինքն հաղթում են այդ ամենության կանխավարկածից։ Հետևաբար նրա մասին այս տեղեկության տարածումը, որը տարածվել է հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, դատախազության կողմից, չի հանդիսանում արդյոք նրան արատավորող տեղեկություն։ Կարծում եմ, որ հանդիսանում է, բայց այդ տեղեկությունը տարածվել է, որում ես առանձնացրել եմ մի մամուլի մի շարք հրապարակումներ, սկսած դեռևս 2022 թվականի, 23 թվականի, որոնք վերաբերում են քննիչների ձերբակալությանը, դատախազի ձերբակալությանը, չգիտեմ, դատավորների ձերբակալությանը, ԱԱԾ-ի կողմից իրականացված վարորդային գործողությունների եւ այլն։ Հիմա հարց առաջանում, եթե այլ դեպքերում դա կարելի է, բայց ես եմ ասում, որ Սահմանադրական դատարանի դա կարծիք եմ հայտնում, ընդ որում իմ հարցազրույցների մեծ մասում դա ասում եմ որպես ասում խնդրում եմ դա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին, որ այս կամ այն դատավորի գործողություններում ակնհայտ են պետական դավաճանության կամ ապօրինի պաշտոնավարման հետ կապված հարաբերություններ։ Հետևաբար, եթե դատախազը ընդունում է դա որպես իրավական դիրքորոշումն է, որ դա հավաստի տեղեկություն է, ապա այլ իրավական գործընթացներ պետք է լինեն, քան հանցագործության մասին ըստեյության հաղորդում տվողի մեղադրանք առաջադրելը, մեղադրանքը համարելով որպես արատավորող տեղեկություն դատավորի հասցեին։ Այստեղ ակնհայտ անհիմն է։ Ոչ մի դատավոր, պատասխան դատարան, նորից եմ ուզում կգնել, իր օրինական գործունեության խոչընդոտելու կամ իր մասին արատավոր տեղեկություններ տարածելու մասին անհանգստություն չի հայտնել։ Այս բարոյթի գործերում չկա թեկուզ մի դեպք, որ որևէ դատավոր նշի, որ իր մասին արատավորող տեղեկություններ են տարածվել։ Ոչ մի դատավոր այս վարույթի շրջանակներում չի հարցաքննվել, ոչ ոք չի ասել, որ իրենց
հասցեին հնչած տեղեկությունները իրենց համար վիրավորական են կամ արատավորում։ Իդեպ դատարանին ուզում եմ տեղեկացնել, որ նաև գոյություն չունի որևէ քաղաքացիական հայց, նաև վիրավորանքի կամ զրպարտանքի իմաստով, որ որևէ դատավոր քաղաքացիական դատարանում հայց ներկայացնի իդեպ վիրավորանքի կամ զրպարտության։ Այսինքն ոչ ոք նման արձանագրում որևէ դատավոր սահմանադրական դատավորների մասին խոսքը չի իրականացել։ Ուրեմն դատախազի կողմից կայացված 2025 թվականի փետրվարի 21-ին հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ, որով ինձ դատախազի կողմից առաջադրվել է մեղադրանք, երկրորդ էջի առաջին պարբերության մեջ Արման Դիլանյանը հիշատակվում է որպես սահմանադրական դատարանի նախագահ, իսկ Վահե Գրիգորյանը որպես սահմանադրական դատարանի փոխնախագահ։ Նրանց այդ կարգավիճակի մասին դատախազի տեղեկացված լինելու հանգամանքը խիստ կասկածելի է։ Օրինակ, Գագիկ Հարությունյանի ազգային ժողովի որոշում 96 թվականի փետրվարի 6 թիվ N-075-1 եւ Դայր Թովմասյանի ազգային ժողովի որոշում 2018 թվականի մարտի 21 թիվ H-009-A ՍԴ նախագահ ընտրված լինելու մասին որոշումները հասանելի են։ Նաեւ հասանելի է սահմանադրական դատարանի դատավոր Վոլոդիա Հովհաննիսյանի սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրված լինելու մասին, սահմանադրական դատարանի փոխնախագահ ընտրելու մասին 2018 թվականի ապրիլի 10-ի թիվ ՍԴԱՕ 25 աշխատակարգային որոշումը։ Սակայն բնության մեջ գոյություն չունի անհատական իրավական ակտ կամ որոշում, սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշում Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի համապատասխանաբար սահմանադրական դատարանի նախագահ կամ փոխնախագահ ընտրելու մասին։ Հետևաբար հարց առաջանում հանրային մեղադրողը, որ իր մեղադրանքի մեջ, այդ թվում մեղադրական եզրակացության մեջ հիշատ դատավորներին հիշատակում է որպես սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ։ Այն դեպքում, երբ որ նրանք նման պաշտոն չեն զբաղեցնում, ընտրված չկա նման որոշում։ Մեր իրականության մեջ գոյություն չունի հանրային ծառայության որևէ պաշտոն, որը զբաղեցնող անձը չունենա այդ պաշտոնը զբաղեցնելու անհատական իրավական ակտ։ Նման պաշտոնյա Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի բացառությամբ Արման Դիլանյանի եւ Վահե Գրիգորյանի։ Հետևաբար, եթե նրանք իրավական ակտ որոշում չկա այդ պաշտոնը զբաղեցնելու, բայց նրանք հանդես են գալի այդ պաշտոնի դիրքերից, օրինակ Արման Դիլանյանը ստորագրում է սահմանադրական դատարանի որոշումներ որպես ՍԴ նախագահ։ Սահմանադրական դատարանի պաշտոնական կարգով Վահե Գրիգորյանը ներկայացնում է որպես ՍԴ փոխնախագահ, բայց չունենալով նման որոշում։ Ինձ հետաքրքիր է նախ Պարոնավետյանը որտեղից է իմացել նրանց նախագահ եւ փոխնախագահ ընտրվելու մասին, շատ հետաքրքիր անկեղծ ասած, այդ տեղեկատվության աղբյուրը։ Եվ եթե նրանք այդ պաշտոնը չեն զբաղեցնում, բայց այդ պաշտոնից բխող գործառույթներ են իրականացնում, ապա այդ դեպքում հանրային մեղադրողը դատախազը իր պաշտոնը պետք է սկզբունքորեն այլ վարույթ նախաձեռներ, որը նկարագրված է քրեական օրենսգրքի 419 հոդվածով, իշխանության յուրացում։ Դա իշխանության զավթելն է, կոնկրետ այս վերաբերելի մասով, սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակներով սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու համար։ Այսինքն փոխարեն է փաստերի առկայության դեպքում դատախազը այլ իրավական գործընթաց սկսեց։ Ինչ մեղադրանք առաջադրում, ըստ էության բարձրաձայնելու համար այն ապօրինությունները, որոնք ես որպես քաղաքացի եւ որպես իրավաբան եւ որպես սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար արձանագրել են եւ բարձրաձայնում են։ Ընդ որում դա ներկայացնում է ոչ թե նրանց վերաբերող արատավորող տեղեկություն, այլ ըստ էության համախոհում հանցագործության մասին եւ աղաղակող իրավախախտում։ Նույն ժամանակահատվածում սահմանադրական դատարանի հայտարարությունը եղել, սակայն սահմանադրական դատարանի մասին քննադատաբար այդ որոշմանը վերաբերող բազմաթիվ հայտարարություններ են եղել։ Սակայն հաղորդում ներկայացվել է, թե միայն իմ վերաբերյալ, որը պետք է հասկանալ, մենք արդեն պարզապես դատարանի որոշմամբ պարոն Ավագելյանը կհարձակվի այստեղ որպես վկա, հասկանալով է, որոնք են այն անձնական շարժառիթները, որ նրանք դրված գիտության մեջ ես թիրախավորված եմ։ Այստեղ ակնհայտ է նաև քրեական օրենսգրքի մեկ այլ բնութագրում, դա 303 հոդվածը Թուկունյանի խտրական
Խտրականություն, այսինքն նույն հանգամանքների հետ կապված ցուցաբերվել է խտրական վերաբերմունք, խտրական մոտեցում։ Եվ պետք է հասկանալ դրա շարժառիթները, եւ ես կարծում եմ շարժառիթները կա պատմական դատան, որտեղ Սամվել Արաքելյանը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է ինձ այդ պաշտոնից ապօրինաբար հեռացնելու, հանգամանքներով պայմանավորված եւ կարծում եմ, որ պատճառները դրանում են։ Օրինակ, արգարժան պաշտպան Արսեն Բաբայանը միջնորդություն է ներկայացրել նախաքելության ընթացքում այդ կարճ ժամանակահատվածումից մեղադրանք առաջադրելուց մինչև ավարտել, դա մի շաբաթ է տևել ընդամենը։ Միջնորդություն է ներկայացրել շատ պատճառ, չի ձեռքի տակ կա դրա պատճեն, որ ուրեմն Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլայանի եւ Անդրանիկ Քոչարյանի նկատմամբ հանրային իրական հետապնդում հարուցելու մասին։ Միջնորդության հիմքը եղել է այն, որ հիշյալ պաշտոնյաները պաշտոնի բերումով նաև 2019-20 թվականներին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի, Սահմանադրական դատարանի դատավորների եւ դատարանի մասին ընդհանրապես պարոն Բաբայանը երևի ժողովրդանով մեզ չի ժամանակներ, չի անդրադարձել օրինակ հենց Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունների Սահմանադրական դատարանի նրան ոչ լեգիտիմ մարմինների մասին եւ այլն։ Եվ այդ ժամանակահատվածի հետ կապված բացի դրանից որ որևէ քրեական հետապնդում, վարույթ չի նախաձեռնել, ավելի վերջվել է պարոն Բաբայանի ներկայացված միջնորդությունը, որը բողոքարկվել է նաև հանրային մեղադրողի եւ մերժում ստացել նաև հանրային մեղադրողի կողմից։ Այսինքն եթե Սահմանադրական դատարանի մասին նույն արտահայտությունն անելը, որ ուստեղ կամ մի արտահայտություն պատասխան դատարան, դա քաղաքական բուդկա եթե չես հարու, դա փոխառույց է, դա վերցված է Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի մոտ ամսագրի կա արտահայտած մտքից։ Հիմա հարց առաջանում, եթե այն ժամանակ չի հարուցվել, հիմա նման արտահայտությունների համար վարույթ է նախաձեռնվում եւ ներկայացման նույն արտահայտության մասին այլ սուտ է, ապա ինչի՞ է վարույթը դրանք չեն ներգրավում, եթե մոտեցումը խտրական չի եւ պայմանավորված չի միայն նկատմամբ իրավական գործընթացով քաղաքական իմ գործունեության, հասարակական գործունեության վրա ներազդելու անազնիվ մղումները։ Ուրեմն արտահայտություններ, որոնք ոչ կան մեղադրական եզրակացության մեջ։ Նման տեսակետ կարող ունենալ տգետը կամ գիտակից դավաճանը, այդ տարբերակ գոյություն չունի։ Տգիտությունը դա վիրավորան որևէ կերպ չի կարելի դնել, դա կարող է լինել բնութագրում, այսինքն դա արատավորող տեղեկություն չի մարդու։ Տգիտությունը բավականին նշանակություն դա որոշակի գիտելիքների պակաս է։ Ընդ որում ես ասում եմ, որ կամ որևէ պնդում չկա որևէ մեկի վրա։ Իսկ գիտակցված դավաճանությունը դա այն է, որ պետք է վարույթով ապացուցվել, կա արդյոք ՍԴ դատավորների գործողության մեջ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի հատկանիշներ թե ոչ։ Իմ կարծիքով կա։ Եվ որն է այդ կարծիքի հիմքը, կարծիքի հիմքն է նաև այս նույն որոշման հետ կապված Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի ներկայացած հատուկ կարծիքը, ըստ որի Սահմանադրական դատարանը առհասարակ այդ գործը պետք է վարույթ չընդուներ, որովհետև գործը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքով գործին ներկայացվող պահանջների, մասնավորապես ստորագրված չի եղել վարչապետի կողմից, այսինքն միջազգային պայմանագիրը ներկայացվել է Սահմանադրական դատարան եւ ստորագրված չի վարչապետի կողմից։ Իսկ առանց ստորագրության դիմումներ Սահմանադրական դատարանը պետք է վարույթ չընդուներ։ Հրայր Թովմասյանը հատուկ արտիկլում նշում է, որ այս կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիր է։ Մեր սահմանադրությունը առանձնացնում է միջազգային պայմանագրերի երկու տեսակներ՝ վավերացման ենթակա եւ վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրեր։ Վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագրերը ստորագրում եւ հրապարակում է հանրապետության նախագահը։ Պատասխան դատարան այս նույն փաստաթղթը Ադրբեջանի Հանրապետությունում չի վավերացվել, Սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձել, Ադրբեջանի խորհրդարանը չի վավերացել, այլ ստորագրվել եւ հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կողմից։ Այսինքն դիտվել է իբրև վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիր։ Իսկ Հայաստանի Հանրապետությունում վավերացման ոչ ենթակա միջազգային պայմանագիրը Սահմանադրական դատարանը ընդունել է վարույթ, որով դիմումի պահանջները չբավարարելու պայմաններով եւ դուրս գալով այդ կանոնակարգի դրույթների իրավակարգավորումների դաշտից, ինչը որ Սահմանադրական դատարանը ոչ մի այլ միջազգային պայմանագրի պարագայում երբեք չի արել։ Ես նայել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձած գրեթե բոլոր միջազգային պայմանագրերը,
ոչ մի դեպք չկա, երբ որ սահմանադրական դատարանը բացի հիմնական պայմանագրային դրույթներից որևէ կերպով անդրադարձած լինի ենթադրենք Ալմաթայի հռչակագրին, անկախության հռչակագրին եւ այլն, այդ թվում ԱՊՀ անդամ հանդիսացող այլ պետությունների հետ կնքված միջազգային պայմանագրերում, օրինակ այստեղ նշվում է Ադրբեջանի ԱՊՀ անդամ լինելու եւ Ալմաթայի հռչակագիրը որպես ԱՊՀ-ին Հայաստանի միանալու եւ Ադրբեջանի միանալու միջազգային պայմանագրեր։ Այսինքն որևէ ԱՊՀ անդամ այլ պետության հետ միջազգային պայմանագրերը քննության առարկա դարձնելուց Սահմանադրական դատարանը երբեք քննության առարկա չի դարձրել այդ պայմանագիրը Ալմաթայի հռչակագիրը, որովհետեւ բավարարված չի, այսինքն սահմանադրական դատարանում քննության առարկա չի դարձրել։ Հենց դրա համապատասխանություն Հայաստանի սահմանադրությանը, որովհետեւ այդ ժամանակ սահմանադրական դատարան առասարակ չի եղել, կառավարությունը ավելի չի ներկայացրել սահմանադրական դատարան։ Եվ նաեւ ինչ ասացու, եւ անկախության հռչակագիրը, այսինքն վերցրել են բարույթ ընդունել մի փաստաթուղթ, որը տարել են այլ մեկնաբանություններով վտանգելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, վտանգելով Հայաստանի Հանրապետության իրավական որպես միավորի սուբյեկտի գոյությունը, տալով դրան վերաբերող մեկնաբանություններ։ Այո, ես դրա մեջ տեսնում եմ պետական դավաճանության ենթադրյալ արձակի տարել, բայց դա ոչ թե տեղեկություն է, այլ դատողություն, այլ հիմնավոր կասկած, այլ հաղորդում հանցագործության մասին, ըստ որի պետք է իրականացվեն գործողություններ։ Կամ վերջիններս մյուս եզրույթը։ Պետական դավաճանները, վարձկան ահաբեկիչները, ապօրինության հետևանքով այնտեղ հանգրվանած կազմակերպված հանցավոր խմբի անդամներ, որոնք ծառայում են թշնամուն։ Այսինքն այստեղ նույնպես կա իշխանազավթման եւ պետական դավաճանության ենթադրյալ հանցանքի վերաբերյալ դատողություններ եւ հիմնավոր կասկած։ Իսկ որոնք են դրանք։ Այսինքն պատահական դատան, ես իմ տեսակետները նորից եմ, բոլոր դեպքերում նորից դեպված անդադար պետք է կրկնեմ, որ դրանք ոչ թե տեղեկություններ են որևէ մեկի մասին, այլ փաստեր կամ դատողություններ, վերլուծություններ։ Հիմա այլակասիկին չի եմ ես մտածում, որ ենթադրենք Վահե Գրիգորյանը իրականացրել է պետական դավաճանության ենթադրյալ հանցագործություն։ Վահե Գրիգորյանի կեսագրական տվյալները, որոնք տվյալ պահին արկային սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում նշված է, որ պարոն Գրիգորյանը 1997-1998 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ Իդեպ համեմատելով կեսագրության մյուս տեղեկությունների հետ, պարզվում է, որ պարոն Գրիգորյանը զինվորական ծառայությանը մեկնել պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ ավարտելուց հետո, այսինքն ոչ թե 18-ամյա ժամկետային նորակոչի, այլ որպես իրավաբանի իրավագետի որակավորում ունեցող մասնագետ իրավաբան զինված այլևս բավարար իրավական գիտելիքներով։ Ես ունեմ տեղեկություններ, որոնք դա ոչ թե արատավորող, այլ ճիշտ հակառակը իրեն շատ պատիվ բերող տեղեկություն է, որ պարոն Գրիգորյանը իր զինվորական ծառայությունը անցկացրել է Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, ցանկացած զինվորական, մենք իհարկե միջնորդություն կներկայացնենք դատարանին, երբ որ դա այդ փուլը պաշտպանության նախարարությունից ստանալու համար Վահե Գրիգորյանի անձնական գործը, ցանկացած զինվորական, երբ որ զինվորական ծառայության է անցնում, տալիս է զինվորական ծառայության անցնելու երթում։ Մասնավորապես ենթադրում է, որ պարոն Գրիգորյանը ասել է, որ ես Վահե Գրիգորյանը անցնելով ծառայության զինված ուժերում երթվում եմ ու շարունակում է ծառայել հայրենիքին, կատարել հրամանները, կյանք չկրել համահայրենիք։ Ես որևէ տեղեկություն չունեմ, որ Վահե Գրիգորյանը եղել է ուստադրուժ, այսինքն ակնհայտ է, որ նա բարեխիղճորեն կատարել է իր պարտքը հայրենիքի հանդեպ, ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Արցախում։ Հիմա ես ուզում եմ իմանալ, լինելով իրավաբան, ծառայելով Արցախում, վիճահարույց չհամարելով իր ծառայության գտնվելու վայրը, տասնյակ տարիներ անց 2024 թվականին, լինելով հենց այս գործով որպես զեկուցող դատարանում, ինչպես է Վահե Գրիգորյանը իր նախապատրաստած որոշման մեջ եւ նաեւ իր հատուկ կարծիքում, որը համընկնող հատուկ կարծիքի որոշման է, այսինքն ակնհայտ է նրա մոտեցումը, ընդունում է ըստ էության, տալիս է մեկնաբանություններ Հայաստանի անկախության հռչակագրին, Ալմաթայի հռչակագրին, ըստ որի իր ծառայության վայրը դեռպես 1991 թվականից հանդիսացել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ դեպքում հարց առաջանում, եթե դա Ադրբեջանի Հանրապետությունն է 91 թվականից, Վահե Գրիգորյանը 97 թվականից 98 զինվորական ծառայության մեջ է գտնվել Ադրբեջանի Հանրապետությունում,
Դա մեղադրանք է, որը հիմա ներկայացված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այդ դեպքում ես ուզում եմ անալ ինչու, պարոն Բայեկոյանը հիմա չի գտնվում Բաքվի դատարանում, ինչպես որտեղ գտնվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ այլ ռազմագետներ։ Եթե նա այն ժամանակ հայրենանավեր ծառայությունը իրականացրել, իսկ իմ կարծիքով նա այդպես է եղել, եւ հիմա է ասում, իրեն հիմա է փոխվել իր մոտեցումները, ես ուզում եմ հասկանալ ինչ հանգամանքներով է դա եղել։ Այսինքն միգուցե նա արդեն դավաճանությունը իրականացնում է պետության հանդեպ, այդ դեպքում ինչի չի գտնվում Հայաստանի Հանրապետության քրեական դատարանը, բայց պարոն հիմա գտնվում է մարտիրավների եվրոպական դատարանը։ Հատում է ձեր մտքի տրամաբանությունը դատարանի հասկանալի է, բայց փորձեք մեղադրանքի շշեղել։ Ես մեղադրանքը եզրակացության հետ արտահայտությունների շրջանակներում։ Ես հասկանում եմ, բայց այնուամենայնիվ դուք ավելի փորձեք մեղադրանքի շրջանակներից այդքան դուրս չգաք, դուք ավելի եք դուրս գալիս, քան պետք է մեղադրանքից դուրս մի եկեք։ Փորձը Որովհետև դուք ցուցմունք տալու իրավունք եք ունենալու ձեր ցուցմունքում եկեք ցանկանաք ցուցմունք տալ, կարող եք ցուցմունք տալ։ Սա զուտ բացման խոսք է։ Մեղադրանքի վերաբերյալ ձեր կարծիքը։ Շնորհակալություն։ Օրինակ բացման ահաբեկիչների մասին։ Բացա որ որևէ խելամիտ մարդու մոտ լսելով որ Ժամանակական դատարանի դատարանները վարչական ահաբեկիչներ են, անկողմնակալ որևէ դիտորդի մոտ չի պատկերվել նրանցից որևէ մեկը, այնպես ինչպես մենք ճանաչում ենք վարչական ահաբեկիչներին, ասենք ահաբեկչի տեսքով, չգիտեմ, հանդերձանքով, ավտոմատով, պիկապի նստած։ Իսկ սա ակնհայտ համեմատություն է։ Ինչի՞ն է համեմատության հիմքը։ Վարչականությունը վարչատվության մասով, ահաբեկչությունը ահաբեկչությանը նպաստելու մասով։ Օրինակ վարչականության մասով ես նայել եմ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին Եվրոպական խորհրդանի թիվ Ե008-299/2012 զեկույցը, որը նշվում է ամեն տարի Պաղեստինի ինքնավարությունը $54 միլիոն է վճարում Իսրայելի բանտերում գտնվող ահաբեկիչներին։ Ահաբեկիչները ստանում են ամսական $300-3,000 Համեմատության համար նշենք, որ պաղեստինցի միջին աշխատող ամսական ստանում են ամենը մոտ $355, մեջբերման ավարտ։ Սահմանադրական դատարանի դատավորները 2020 թվականից հետո վերանայվել են նրանց աշխատանքի վարձատրության համակարգը, ինչի հետևանքով նրանց աշխատավարձները կտրուկ բարձրացել են, եւ ըստ նրանց գույքի եկամուտների հայտարարների ստանում են ամսական մոտավորապես 1.5 միլիոնից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ, կապված դատարանի նախագահով նախատար դատավորները։ Այդ թիվը շատ համադրելի է այն $3,000 վարձատրության շարքին է, որը նշված է Եվրոպական խորհրդանի զեկույցում։ Այսինքն վարձկանության մասը համեմատված է նրանց վարձատրության հետ, որը ստանում են վերջին ժամանակաշրջանում, իսկ ահաբեկչական իմաստը այն է, որ նրանց կայացած որոշման հետևանքով այսօր ահաբեկչության զոհ են դառնում Հայաստանի քաղաքացիներ, որոնք գտնվում են Ադրբեջանի բանտերում, որովհետև Ադրբեջանի իրավապահ մարմինները Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս ռազմագերիների դիտարկում են որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչ որ այդպես է, որտեղ դրանք են Հայաստանի քաղաքացու անձնագիր, եւ շատ պարզ հստակ նշում, որ Հայաստանի օրենսդրությունը, այսինքն եւ կառավարությունը, վավերաստորագրերով փաստաթուղթ տալով մեկնաբանություններ, եւ սահմանադրական դատարանը, որը երեքի բարձր դատարանն է, իր որոշման մեջ հիշատակվող խնդրահարակա որոշման մեկնաբանություններով եւ ազգային ժողովը վավերացնելով այդ փաստաթուղթը ընդունում է փաստը, որ 1991 թվականից Արցախը պետք է լիներ Ադրբեջանի կազմում։ Այսինքն նրանց նկատմամբ, մեր քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում իրականացվող պետական մակարդակով ահաբեկչությունը հիմք է ընդունել նմանատիպ որոշումները։ Այսինքն եւ ես ոչ թե նկատի եմ ունեցել ՍԴ որևէ դատավորի անձամբ վարձկան ահաբեկչի կարգավիճակում, այլ համեմատել են նրանց գործողությունը ահաբեկչական գործողության հետ այս տրամաբանությամբ։ Քաղաքական բուդկա արտահայտությունը։ Այս արտահայտության հեղինակը պատվարժան դատարան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, հնչեցրել է 2020 թվականի մարտի 12-ին, անձնական 21 կներեք, 20 թվականի մարտի 12-ին։ Այդ արտահայտության համար նա երբևէ քրեական հետապնդման չի ենթարկվել եւ ես էլ այդ ժամանակաշրջանում ճիշտ ասած աշխատել եմ սահմանադրական դատարանում եւ լսելով նրանից այդ արտահայտությունը եւ իմանալով որ նա դրա համար երբևէ պատժի եւ պատասխանատվության չի ենթարկվել, ինձ իրավունքի վերաբերյալ կրկնել այդ արտահայտությունը։ Եվ այդ արտահայտությունը կրկնելու համար ինձ մեղադրանք առաջադրվել, բայց պաշտպանի կողմից միջնորդություն է ներկայացում առավել
բնօրինակի, հեղինակի պատասխանատվության ենթարկել մեր շուրջ դրամապանությունը ես որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ։ Վահե Գրիգորյանի եւ Դավիթ Խաչատրյանի հատուկ կարծիքների մասով մեղադրական եզրակացության մեջ գրած է։ Դա առաջինչ բովանդակային առումով դատարկություն, նշելով, որ անկախության հռչակագիրը չի կարող փոփոխման ենթարկվել, իսկ նման տեսակետ կարող ունենալ կամ տգետը, կամ գիտակից դավաճանը, այդ տարբերակ գոյություն չունի։ Ես կարծում եմ, որ Հարգարժան հանրային մեղադրողը, լինելով մասնագիտության իրավաբան, պետք է որ վաղուց իմանա, որ սահմանադրական դատանի դատավորների հատուկ կարծիքները դրանք նորմատիվ իրավական ակտեր չեն հանդիսանում։ Այսինքն, եթե ասում եմ, որ դրանք առողջինչ են, նկատում են դրանց իրավական նշանակությունը, դրանք սահմանադրական դատանի որոշման մեջ տված մեկնաբանությունների վրա որևէ ազդեցություն չունեն եւ չեն կարող ունենալ։ Դատավորի հատուկ կարծիքը միայն տեղեկատվական աղբյուր է հանդիսանում հասկանալու համար ընդունված որոշման գործընթացի, ընթացակարգերի պահպանման կամ խախտումների, օրինականության, առանձին դրույթների վերաբերյալ իր դատողությունների մասին, այսինքն դրանք կիրառվում են բացառապես հրապարակային խոսքում, գիտական աշխատություններում եւ այլն։ Այսինքն ըստ էության իրավական իմաստով առողջինչ են։ Եվ ես դա եմ ասել։ Դրա արատավորող տեղեկությունը դատավորի մասին որտեղ է։ Ես դրամապանությունը չեմ կարողանում հասկանալ։ Կամ որ հռչակագիրը փոփոխման ենթարկված չէ։ Սա աքսիոմետիկ ճշմարտություն է, որովհետև այո, հռչակագիրը փոփոխման ենթարկված չի եւ գոյություն չունի որևէ մարմին, պետական մարմին, որ կարող է փոխել անկախության հռչակագիրը։ Ավելին, անկախության հռչակագրի 12-րդ կետը ասում է, որ այս հռչակագրի հիման վրա կարող է ընդունվել նոր սահմանադրություն, փոփոխություններ կատարել սահմանադրությունում եւ դրան պետք է համապատասխանեն պետական մարմինների գործունեությունը։ Իսկ աքսիոմետիկ ճշմարտությունը ներկայացում է ինձ որպես մեղադրան դատավորի հասցեի արատավորող տեղեկություն ներկայացնելու համար։ Բացարձակ տրամաբանություն ես որևէ կերպ չեմ կարող գտնել։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի վերաբերյալ նա դատավոր չէ, այլ հանդես եկել որպես ահաբեկիչ, վարչական ահաբեկիչ։ Չեմ գտնում պատասխան դատարան նախորդ մեկնաբանության մեջ արդեն անդրադարձա այս եզրույթների գործածության հիմքերը։ ՍԴ-ի մասին ՔՊ-ի մի իրավական գրասենյակ է, որտեղ կայացում են քաղաքական որոշումներ։ Օրինակ, այնտեղ խոսք կար նաև դատավորների ընտրության օրինականության մասին։ Պատասխան դատան ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ սահմանադրական դատանի գործող կազմի եւ 2020 թվականի կազմի համեմատության փոխվել է սահմանադրական դատանի 7 դատավորներ, այսինքն 9-ից 7 դատավորները փոփոխության են ենթարկվել վերջին շրջանում։ Նրանցից 3-ը փոխվել է 2020 թվականին իրականացված մի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնք ակնհայտ հակասահմանադրական եւ հակաօրինական են, իրականացվել են բացառապես ազգային ժողովի իմ քայլը խմբակցության որոշումները։ Նույնիսկ ազգային ժողովում գտնվող Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորները ոչ միայն չեն մասնակցել որոշման ընդունմանը, այլ իսկ քննարկումներին դա համարելով ակնհայտ հակասահմանադրական գործընթաց։ Այսինքն, մի քաղաքական թիմ նախաձեռնել է ապօրինաբար Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու գործընթաց, որի իրավասությունը չուներ, որովհետև մեր սահմանադրությամբ դատական իշխանության վերաբերող փոփոխությունները կարող են իրականացվել բացառապես հանրակրվեով, նշանակված է հանրակրվել, որը հետաձգվել է միայն Հայաստանի Հանրապետությունում կառավարության որոշման արտակարգ դրություն հայտարարելու հիմքով եւ չեղարկվել, այդ ժամանակահատվածում միայն մեկ քաղաքական կուսակցության անդամների որոշմամբ չունենալով նման իրավասություն, կատարում են փոփոխություն սահմանադրության մեջ, ինչի հետևանքով առանց սահմանադրական դատանի մասին սահմանադրական օրենքով սահմանված ընթացակարգերի, որը նախատեսում է դատավորի լիազորությունների դատարեցումը, ապօրինաբար ՍԴ 3 դատավորներ զրկվել են դատավորի իրենց կարգավիճակից, ՍԴ նախագահը զրկվել է իր կարգավիճակից, որից հետո այդ նույն քաղաքական թիմը միայն այդ բոլոր որոշումներին մասնակցել է միայն իմ քայլը խմբակցությունը։ Ընտրել է սահմանադրական դատանի նոր դատավորներ, որոնք էլ կայացրել են այս որոշումը։ Այսինքն, հիմա այս փաստերի արձանագրումը դա համարվում է արատավորող տեղեկություն դատավորի մասին, դատարանի մասին ընդհանրապես։ Այսինքն, չի կարելի առողջ տրամաբանության մեր երկրում հրապարակային խոսքում բարձրաձայնել այն ապօրինությունների արատավորող ընթացների, արատավորող ոչ թե տեղեկությունների մասով, այլ հանրային կյանքը արատավորող գործընթացների մասին բարձրաձայնել
եւ դառնել հրապարակայիններ են։ Բա ինչ պետք է անեն հրապարակախոսները, իրավաբանները, հասարակական գործիչները, եթե ոչ դա։ Փաստորեն դա, եթե դա անում ես, ապա դառնում ես ոչ թե մեղադրանքի թիրախ է դառնում են մարդիկ, ովքեր իրականացրել են այդ ապօրինությունները, այդ մարդը, ով բացվածայնում է դրա մասին։ Սահմանադրական դատարանի փոխնախագահ Վարեգ Նիկոյանի մասին։ Վերջինս սահմանադրական դատարանի դատավոր է ընտրվել ապօրինաբար չի ստանում ստացիոնար բուժում։ Սա զրույցն է, որը մեղադրական եզրակացության մեջ կա։ Սահմանադրական դատարանի դատավոր Վահեկ Նիկոյանի դատավոր ընտրվելուց գործընթացի ուսումնասիրություն այս բարոյի շրջանակներում չի իրականացվում։ Այսինքն հանրային մեղադրող ընտրումը, որ սա հավաստի տեղեկությունն է, այսինքն Վահեկ Նիկոյանը ապօրինի է ընտրվել, ապօրինաբար ընտրվել, ապա պետք է ուսումնասիրություն կատարել։ Դարձյալ այդպես է, թե օրինակ ես պատկերացնում եի, որ այս բարոյին ես կարող եի հրավիրվել ոչ թե որպես մեղադրյալ, այլ որպես վկա, որպեսզի լրացուցիչ բացատրություններով, պարզաբանումներով օգնեի բարոյի իրականացնող մամին, պարզելու համար այս խոսքերի հիմնավորվածությունը, որտեղ Վահեկ Նիկոյանը եղել է ՍԴ դատավորի թեկնածու, 6-րդ գումարման ազգային ժողովը չի ընտրել նրան սահմանական դատարանի դատավորի պաշտոնում, այդ ժամանակ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունքն էր հանրապետության նախագահը եւ ազգային ժողովի կանոնակարգով ասում, որ նախագահը պետք է ներկայացնի նոր թեկնածու, ոչ թե նույն թեկնածուին նորից, այլ նոր թեկնածու։ Եվ դա գիտակցելով նախագահ Արմեն Սարգսյանը իր կարգադրությամբ հայտարարել է ստեղծել է հանձնաժողով, հայտարարել է սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Այդ մրցույթին դիմել է նաև Վահեկ Նիկոյանը, բայց նա առաջադրել է իր վերջում մրցույթի արդյունքում Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը ազգային ժողովում միայն Իմ քայլը խմբակցությունը դեմ է քվեարկել, որից հետո հանրապետության նախագահը նոր մրցույթ է հայտարարել, նոր մրցույթին մասնակցել է նորից Վահեկ Նիկոյանը, բայց նախագահի ընտրությունը կայացել է այլ իրավաբանի վրա Արթուր Բաղարշյանին։ Արթուր Բաղարշյանին նույն ազգային ժողովը դեմ է քվեարկել, չտալով որևէ պատճառաբանություն, որից հետո հանրապետության նախագահը իր մոտ ընդունել, այսինքն ազգային ժողովի նախագահ Արադ Միրզոյանը իր նախաձեռնությամբ հանդիպել է հանրապետության նախագահի հետ եւ հանդիպման օրը հանրապետության նախագահ առանց մրցույթ հայտարարելու, առանց նախորդ ընթացակարգերը պահելու, նախկինում չընտրված Վահեկ Նիկոյանին ներկայացել ազգային ժողովին որպես սահմանադրական դատարանի դատավոր թեկնածու, եւ նա ընտրվել է սահմանադրական դատարանի դատավոր։ Հիմա այս գործընթացի օրինականության մասին վիճակելու իրավունք ես ունեմ, թե չէ։ Կարող եմ ասել, որ այս գործընթացը եղել է ապօրինի։ Հիմա դա պետք է դառնալ ուսումնասիրության առարկա, չէ՞, թե ոնց է ազգային ժողովի նախագահը ազդել հանրապետության նախագահի որոշումների վրա, ներխուժել նրա լիազորությունների տիրույթ, ազդել որոշման ընդունման վրա։ Սա հարցերը, որ պետք է քննարկման առարկա դառնան։ Իսկ ինչ վերաբերում է, որ չի ստացել ստացիոնար բուժում։ Վահեկ Նիկոյանը մինչև դատավորի պաշտոնը ստանձնել, այս մեր օրենքի, սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի, դատավորի պաշտոնը ստանձնում ազգային ժողովում երթուր տալու միջոցով։ Մինչև երթուր հնչեցնել է, արդեն ընտրված Վահեկ Նիկոյանը, խախտելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը, չնախատեսված ելույթ է ունեցել ազգային ժողովում, ազգային ժողովի ելույթն է գով երկար օրենաիշխանության օրենքով է սահմանված։ Չնախատեսված ելույթ ունեցել եւ հայտարարել է, որ իր երթման պահից նա ստանձնելու է ոչ միայն սահմանադրական դատարանի դատավորի, այլ սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։ Ես էլ այդ ժամանակ ճիշտ ասած սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարն էի։ Եվ ինչպես մնացած բոլոր անկողմնակալ դիտորդների, այդ թվում նաեւ իմ մոտ հիմնավոր կասկած առաջացել, որ մարդու հետ կա լուրջ խնդիրներ առողջական, որովհետև չի կարա մարդ ընտրվի դատավոր, ընդ որում իրավաբան ՍԴ դատավորի պահանջներին բավարարող պահանջներով իրավաբան եւ դատավորի պաշտոնը ստանձնելուց ինքնահռչակի որպես սահմանադրական դատարանի նախագահ, այն դեպքում, երբ որ սահմանադրական դատարան ունի նախագահ, դա Ռայր Թոմասյանը դրված ազգային ժողովի կողմից որոշումը հիշատակեցի։ Հիմա ես իրավունք ունեմ մտածել նման կոնկրետ փաստական հանգամանքներով, որ մարդը կարող ունենա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Իսկ գործի նյութերում չկա որևէ տեղեկատվություն, այդ հայտարարություն անելուց կամ դրանից հետո նրա որևէ կլինիկայում ստացիոնար բուժում անցնելու վերաբերյալ։ Հետո ես ասում եմ բուժում չի անցնել։ Դա սխալը որն է կամ պարատավորը որն է։
Այլ բան որ ասեմ անցածն էլ ես ասեի չի անցել, դա դες զրպարտությունը չի անցել։ Մեջբերումներում առանձնացված են միայն Արման Դիլանյան, Մարիա Գրիգորյան, Դավիթ Խաչատրյանը, սակայն ամփոփման մեջ հիշատակվում է նաև Սեդա Սաֆարյանը, Հովակիմ Հովակիմյանի անունները, որոնց մասին որևէ հիշատակում գործի նյութերում չկա։ Պատասխանատվական Սահմանադրական դատարանի այս ձևավորման, այս փոփոխությունների օրինականության վերաբերյալ նաև հրապարակված է Սահմանադրական դատարանի կայքում դատավորներ Հրայր Թովմասյանի եւ Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքները 2021 թվականի ապրիլի 29-ի ՍԴՕ 1590 որոշման կապակցությամբ։ Մենք իհարկե անհրաժեշտ պահի անվանակությունը ֆիքսենք միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի այս փաստաթուղթը Սահմանադրական դատարանի դատավորների հատուկ կարծիքը ընդունվի որպես արտավազդային փաստաթուղթ եւ գծվի այս գործի նյութերին։ 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, որոնց միշտ է հետաքրքիր, որ ուղիղ 2 տարի առաջ նույն օրը ես դռնության եմ ենթարկվել մեր շենքի բակում եւ այդ նախաքննությունը իրականացած մարմինը քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժինի տենց էլ իր նկատմամբ բռնություն գործադրած մարդկանց մի օր չի ձեռնարկել, չի կարողավորել։ Այդ նույն օրը 2 տարի անց արևիցին Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվում է հայտարարություն վերտահությամբ անստորագրի հետևյալ հաղորդագրություն։ Վերջին շրջանում հաճախակի են դարձել հանրային հարկակներում, սոցիալական ցանցերում եւ որոշ լրատվամիջոցներում Սահմանադրական դատարանի եւ առանձին դատավորների թիրախավորման դեպքերը պայմանավորված անհատական, խմբային կամ այլ հատվածական գերակշռական շահերով։ Սահմանադրական դատարանը մշտապես առաջնորդվել է շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների կողմից անհիմն եւ անբովանդակ խոսույթին, որքան էլ այն իր մեջ պարունակել է Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների հասցեին ուղղված արատավորող բովանդակություն, շանդրադառնալու բարձր դատարանի կարգավիճակին հարի սրտունքով։ Այդուհանդերձ, ակնհայտ է, որ առավել հաճախակի են դարձել դատական ակտերի իրավաչափությունը, կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծությունների եզրահանգումներում Սահմանադրական դատարանի դատավորների կամ աշխատակազմի աշխատակիցների արատավորող տեղեկությունների տարածման, ՍԴ որոշման բովանդակության դիտավորյալ խեղաթյուրումների միջոցով հանրությանը մոլորեցնելու, ապա տեղեկատվություն տարածելու փորձերը, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորների եւ աշխատակազմի աշխատակիցների հեղինակազրկման նպատակով կատարվող հայտարարությունները։ Նման օրինակ գործունեության ծավալով անձանց երկրներին հորդորում են ձեռք մնալ ՍԴ որոշման որոշումների բովանդակությունը խեղաթյուրելու փորձերից եւ հրապարակային հայտարարությունները հանդիսանալուց առաջ նախ ընթերցել ՍԴՕ 1745 որոշումը։ Նման հակառակական դրսևորումների նկատմամբ հրավիրում են հատկապես զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը եւ կարծում են, որ այս շարունակական վարկագծի նկատմամբ հանդուրժողականություն անդրադառնալի է եւ շարունակելու դեպքում պետք է արժանանալ իրավական գնահատականի մեջբերման ավարտ։ Այդ հայտարարությունը տեղադրվել է Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում 2024 թվականի հոկտեմբերի 18-ին, այսինքն Սամվել Առաքելյանի կողմից գլխավոր դատախազին գրած նամակից 4 օր առաջ։ Այսինքն եղել է այս հայտարարությունը։ Ոչ մի իրավապահ մարմին, դրով էր արտաշան հանրային մեղադրողը։ Ուշադրություն չի դարձել այդ հայտարարությանը։ Դրա մեջ որևէ իրավախախտման հաղորդում հանցագործության մասին չի դիտարկել, բարդ չի նախաձեռնվել, որովհետև հասկացել եւ դրանից հետո Սամվել Առաքելյանը տեսնելով որ որևէ իրավական ընթացներ չկա, գրեթե այս հայտարարությունից ծաղկաթաղ անելով առանձին մտքեր, գրում է գլխավոր դատախազին ուղղված հայտնի նամակը, որը դառնում է հիմք արդեն բարդ նախաձեռնելու համար։ Սա ուղիղ ապացույց է այն բանի, որի նկատմամբ իրականացում են խտրական եւ անձնավորված հետապնդում։ Մեղադրական եզրակացության մեջ պատվաշան դառնա երրորդ էջ երկրորդ պարբերություն։ Հանրային մեղադրություն։ Սահմանադրական դատարանի մեջբերումը իդեմս դատավորների որպես սահմանադրության երաշխավորում։ Շարունակությունը կազմակերպել ճակատներ կան։ Նման սահմանումները անկեղծ ասած նոր են պետության իրավունքի եւ սահմանադրական իրավունքի տեսության մեջ, սակայն դեռևս գիտականորեն հիմնավորված չի։ Սահմանադրական դատարանը առավել ևս ՍԴ առանձին դատավորները, որոնք հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին եւ անհատապես չեն ներկայացնում Սահմանադրական դատարանը, Սահմանադրության երաշխավոր չեն հանդիսանում։ Սահմանադրության 167-րդ հոդվածի առաջին մասով Սահմանադրական արդարադատություն իրականացնում է Սահմանադրական դատարանը ապահովելով ուշադրություն։
Սահմանադրության գերակայությունը, այսինքն մեղադրական եզրակացությունը պարունակում է իրավաբանական գրաքննության լուրջ դեֆիցիտ պարունակող ձևակերպումներ։ Մեղադրական եզրակացության երրորդ էջի երկրորդ պարբերության մեջ նշված է. հրապարակվել է արատավոր տեղեկություններ, որոնք չեն հիմնվել հաստատված և ընդունված փաստերի վրա, այլ ակնհայտորեն գերազանցել են անձի ազատ արտահայտվելու իրավունքները հետապնդել են ՍԴ դատավորների մասնագիտական արժանապատվությունը համբավ նարատավորելու, դատարանի նկատմամբ հասարակության հարգանքը և վստահությունը նվազեցնելու նպատակով։ Այս ձևակերպումները, իսկ ՍԴ դատավորների մասնագիտական արժանապատվությունը համբավը արատավորել, դատարանի նկատմամբ հասարակության հարգանքը վստահությունը նվազեցնելու նպատակներ, դրանք ոչ միայն ձևակերպված չեն քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածով, որոնցից մեղադրանք առաջադրված, այլ առհասարակ քրեական օրենսգրքի նման կարգավորներ։ Այսինքն ստացվում է, որ մեղադրանք առաջադրվել մի ձևակերպումների համար, որոնք քրեական օրենսգրքում առհասարակ գոյություն չունեն։ Եզրակացություն, պատվաժան դատական։ Սույն վարույթը ամփոփելով նախորդ երկու դատական նիստին եւ այս նիստում հնչեցված ելույթի բովանդակությունը նախաձեռնվել է ակնհայտ իրավական դիրքի բացակայության պայմաններում, ներկայացված մեղադրանքը ոչ մի առնչություն չունի իմ գործողությունների հետ, նախաձեռնված վարույթում չկան ուժողներ, չկան փաստեր, չկան ապացույցներ, չկան վկաներ բացառության գլխավոր դատախազի նամակ գրած սուբյեկտի, այլ կա միայն մեղադրանք, որը փաստացի ոչ մի մեղք չի գործել։ Վարույթային գործողությունները վկայում են վարույթի իրականացնող մարմնի